Բարելույս Հայաստան, բարելույս հայազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր շատ թեժ զրույց է լինելու, քանի որ շատ կարևոր բաներ են, դրանով ես ուզում եմ ձեզ խնդրեմ երկու բան։ Առաջինը, խնդրում եմ մեկնաբանություններում մի հայոյանքներ գրեք, ինչի համար, ես հասկանում եմ վրդովված եք, ջղայնացած եք, բայց հիշեք, մենք այս տգետների նման չենք, մենք սրանցից տարբերվում ենք։ Մենք դաստիարակություն ստացած, մենք մարդու կատ կերած ենք, մենք կրթվել ենք խորհրդային միությունում, իսկ ովքեր երիտասարդ են ներողություն, ուրեմն նրանք կրթվել են լավ բարեկեցիկ դաստիարակված ընտանիքում։ Հիշեք, որ մեզ կարդում են, նայում են մեր քույրերը, մեր մայրերը, մեր աղջիկները, դրա համար մենք պահում ենք մեզ ռամկեքի մեջ եւ չենք նմանվում այս տականքներին, չեմ վախենա այդ բառից։ Իսկ երկրորդ խնդրանքս հետեւյալն է։ Խնդրում եմ այս տեսանյութը մաքսիմալ տարածեք, քանի որ սա, ինչ որ այսօր խոսալու եմ, վերաբերվում է յուրաքանչյուրիս եւ մեր հայ ազգին։ Շնորհակալություն։ Կներեք, ես գրառումներ եմ արել, քանի որ հարցերը շատ լուրջ են եւ շատ են, դրա համար ուզում եմ, որ մեկ-մեկ որ կկարդամ, ինձ ներող եղեք։ Ուրեմն եկեք սկսենք Նիկոլ Փաշինյանի ճպազրույցա ինչը որ արեց 3։ Խնդրեմ, տեսահոլովակները նախ համառոտ ինչի մասին եմ խոսալու, երկրորդը Նիկոլ Փաշինյանը ինչ է ասել եւ ռուսները ինչ են ասել։ Խնդրեմ այս տեսահոլովակները։ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան, ինչ մանրամասներ են հայտնի։ Ինչ է պատահել 19-ամյա զինծառայողի հետ, իրավապաշտպանը խոսում է դաժան ծեծի մասին, պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը։ Հատուկ վերահսկելի գոտիներ ազգային ժողովում լրագրողների համար, ինչ որոշում է պատրաստում Ռուբեն Ռուբինյանը։ Դերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին է։ Կարող ենք ասել, որ ստենցիան չստացվեց ձեր երկխոսությունը Ռուսաստանի նախագահի հետ, որովհետև համաձայնության մասին այնտեղ խոսք չեղավ եւ ի վերջո ինչու պարոն վարչապետ չի ստացվում լուծել հարցը, դուք վստահ եք, որ ընտրություններից հետո ձեզ կհաջողվի լուծել այդ խնդիրները։ Նախ երկխոսությունը ստացվեց, որովհետեւ երկար խոսեցինք։ Ինչ վերաբերում է նախ երկխոսությունը առնվազն մի քանի հարցերի շուրջ մենք եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանի Հանրապետությունը ամենակարևոր հարցը ունի լեգիտիմ իրավունք ինքը իր համար այլ ընտրանքներ ձևակերպելու, ձևավորելու եւ Ռուսաստանի նախագահին ասի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհը եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ որ ժողովուրդն էլ Հայաստանի Հանրապետության քվեարկել է դրա օգտին, եւ մենք ես ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մենք մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրադրության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այլ ընտրանքներ չունի։ Հայաստանի Հանրապետությունը միշտ եւ բոլոր հարցերում պետք է ունենա այլ ընտրանքներ եւ այլ ընտրանք չունենալու դարաշրջանը փակված է։ Ինչ վերաբերում է խնդրին, ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ես տեսեք, մենք հիմա բոլորս արձանագրում ենք, որ այդ խնդրը Հայաստանինն է, բայց այդ խնդրը Հայաստանինը չի, դա ԵԱՏՄ խնդրն է, որովհետեւ փաստացի ստացվում է, որ Եվրասիական տնտեսական միությունը կաթվածահար է եւ չի աշխատում։ Եվ եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Իսկ բայց հնարավոր է Հայաստանի կառավարությունը այդ դեպքում որոշի ավելի շուտ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Չէ, մենք նման պլան չունենք։ Պարոն վարչապետ, եւ ուզում եմ հարցնել, եթե դուք ասում եք, որ ընդհանրապես դա ԵԱՏՄ-ի միայն Հայաստանի հետ է։ ԵԱՏՄ-ի, ես չեմ ասում, Հայաստանի հետ առաջացել է ձեզ հայտնի հանգամանքների պատճառով, որովհետև Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է այլ ընտրանքներ ունենալու քաղաքականություն, ընդ որում այդ քաղաքականության լեգիտիմությունը, այդ թվում Ռուսաստանի Դաշնության գործընկերները ընդունում են, ինչ շատ կարևոր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության այսօրվա նիստում ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուները։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով
Նազելի Բաղդասարյան, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով Լուսինե Բադալյան, արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով Սարգիս Խանդանյան, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով Սիսակ Գաբրիելյան, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Սոնա Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով Զարուհի Բաթոյան, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով Վիլեն Գաբրիելյան, Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով Արուսյակ Ջուլհակյան, Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով Տրդատ Սարգսյան, Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով Վահե Ղալումյան, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով Բաբկեն Թունյան, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով Ծովինար Վարդանյան։ Երկիր շուռ կգա։ ԵԿՄ-ի մասով ենք հասնում։ Ուր տեղա փոխվել։ Պատասխանը բան Միքայել։ Բայց մեզ որ ինչ է Սուտ կողմ։ են տեղեկությունները։ Երկրապան իմ կյանքն է։ Իմ օբրացի։ Չի լուծարվելու, հա։ Ես որպես պատգամավոր հասկանում եմ հասարակական կառույցը ոչ մի կապ չունի պետական գործի հետ։ Ես հարցնում եմ վստահ եք, որ չի լուծարվելու։ Ես ոչ մի բանից տեղակ չեմ, վստահ եմ, ես միշտ էլ վստահ եմ եղել։ Բայց կյանքը ժամանակ կա, տարիներ է, փոխվում է, եթե պրոֆեսիոնալ բանակ ունեք, կարող ես մի քանի տարի հետո լինի։ Բայց բացի դրանից մենք ունենք կներեք էլի, մենք ունենք պատանի երկրապահ կառույց, որ տարեկան 1500-ից 2000 երեխային մասնակցում են, բոլոր մարզերում ունենք պատանի երկրապահներ, դրանով էլ ենք զբաղվում, որ ինչ որ հիմքա հետագա բանակում նորմալ ծառայության, որ երեխեք Արդյոք այս հեռախոսազրույցի ժամանակ ռուսական կողմը ձեզ վերջնաժամկետ տվել է հանրաքվեի անցկացման վերաբերյալ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզական ծառայության ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, նշելով, որ եվրոպական երկրների ղեկավարները տեղեկացրել են ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն եվրոպական երկրների շուկաները բացել հայկական ապրանքների առջև։ Սա ինչպես եք մեկնաբանում։ Նախ վերջնաժամկետների հետ կապված խոսույթը ընդհանրապես անընդունելի է։ Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված մենք ինքներս ենք որոշումներ կայացնում եւ այդ առումով ես արդեն ասացի, մենք պետք է որոշենք, երբ մենք հանրաքվե անենք, երբ չանենք։ Եվ ես ասացի, ինչ պայմաններում այդ հանրաքվեն կարող է տեղի ունենալ։ Հետևաբար այդ մասով խոսակցությունը տեղին չէ, ինչ վերաբերվում է Եվրամիության հետ մեր հարաբերություններում, այդտեղ մեր ինֆորմացիայի աղբյուրը եվրոպական երկրների հետ մեր շփումներն են եւ ոչ թե երրորդ երկրների հետախուզական ծառայությունները։ Շնորհավորել է ձեզ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ոչ, չի շնորհավորել։ Իսկ ինչ է կարծում, ինչու չի շնորհավորել։ Չի ուզել, չի շնորհավորել։ Ձեզ համար կարևոր է կամ Ինչ։ կարևոր է ձեզ համար ինչ շնորհավորել։ Գիտեք ինչ, եթե այդտեղ խարսկային կում հետ էր խոսում։ Չի շնորհավորել, բայց ինքը ում հետ էր խոսում։ Իսկ հանդիպում հնարավոր կարող լինել պայմանավորված Կաթողիկոսին հրավեր ուղարկեք ազգային ժողովի անջանից։ Համենայն դեպս մենք քննարկումներ, շփումներ անպայման կունենանք։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց Սուրեն Պապիկյանը եւ Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն համապատասխանաբար պաշտպանության եւ ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց, այո, վերանշանակվելու են։ Մեկ այլ հարցի վարչապետի աշխատակազմը ղեկավարելու է Լիլիթ Մակունցը, Փաշինյանը կրկին դրական պատասխան տվեց։ После телефонного разговора Владимира Путина и Никола Пашиняна появились новые подробности. По словам пресс-секретаря президента России Дмитрия Пескова, в ходе разговора была подчеркнута необходимость скорейшего проведения в Армении референдума о том, в какую сторону страна намерена двигаться дальше. В свою очередь, пресс-служба правительства Армении сообщила, что Никол Пашинян в разговоре с Владимиром Путиным допустил возможность проведения референдума по вопросу вступления в Европейский Союз. Многие армянские политические обозреватели расценили это заявление не как согласие с требованием Москвы провести референдум в ближайшее время, а как сигнал о том, что решение будет принято Арменией самостоятельно и тогда, когда власти страны сочтут это необходимым. Ուրեմն Նիկոլ Փաշինյանը
ասում է հետևյալը. չի շնորհավոր է, դե չի ուզե չի շնորհավոր է Վլադիմիր Պուտինը, այս մարդ անգամ չի հասկանում, եթե իրան չեն շնորհավորում երկրի ղեկավարին, ուրեմն դու լեգիտիմ չես, Նիկոլ, քեզ չի ճանաչում Վլադիմիր Պուտինը։ Ասում է դե զրույցներ կունենանք։ Դե նա ճիշտ հետևա տանում։ Ես գիտեմ ինքը խեատանում, քանի որ ինքը գիտի, ինքը համոզված է, որ իրանք շատ քիչ ժամանակ է մնացել, ինքը իր միսիան ուզում է ավարտի եւ վերջ։ Երկրորդը ինչ արեց, այնտեղ ցուցակները, մուցակները, սա հրապարակեց, թե ով որ հանձնաժողովի ղեկավարն է։ Սիրելի բարեկամներ, հանձնաժողովի ղեկավար նշանակում է այն մարդկանց, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյան, դու օրական մի հատ գիրք ես ցույց տալիս սուտ, ասում ես այս գիրքը կարդացի, դու ռուսերեն խոսալ չգիտես, դու ռուսական գրքեր ես ցույց տալի։ Գոնե հայկական ասա, էլի ասեմ հայկական դու կարդացել ես։ Դե խափում ես, դա քո բնավորությունն է, քո ապրելա ձևն է, Նիկոլ։ Հիմա ես քեզ խորհուրդ եմ տալիս, կարդաս աշխատանքները Իոսիֆ Ստալինի աշխատանքների մեջ կա ոնց է պետք վարվել կադրերի հետ։ Իոսիֆ Ստալինը ասել է հետևյալը. կադրի ռիշայություն, կադրերը որոշում են ամեն ինչ, հայերեն բացատրեմ, որ հասկանաս։ Ուրեմն եթե դու այդ աշխատանքները կատարես, կարդաս եւ լինես հայրենասեր, սիրես քո երկիրը, սիրես հայ ազգին, այդ ժամանակ միգուցե դու կարողանաս երևի աշխատես վարչապետ։ Դու հիմա անգրագետ ես, անգրագետները բերել լցել ես, ինչ անես, Նիկոլ։ Հիմա Սասուն Միքայելյանը խառնվել է սրանց շարքերը։ Սասուն Միքայելյան, քեզ ուղիղ հարց են տալի, լուծարվելու է երկրապահ, թե ոչ։ Դրեց ցրումը երկրապահ իմ կյանքն է։ Սասուն Միքայելյան, մեկ անգամ եմ ուզում ձեզ դիմեմ, քեզ դիմեմ, դու ուրացել ես քո ընկերներին։ Ես դες լուրջ եմ ասում, քանի որ լինելով Նիկոլի կողք եւ ԿՊԱ-ականների կողք, դա ուրացումը։ Դու ուրացել ես Վազգեն Սպարապետին, քանի որ մենք լավ գիտենք ինչ հարաբերություններ են եղել Վազգեն Սպարապետի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Չեմ մտնում այդ հարաբերությունների մեջ, բայց պատմությունը հոմ ասում է ինչի վերաբերյալ է եղել խոսակցությունը։ Եվ արի Նիկոլ մի ասա, բա բոլորը զովան այդ ծուխիչը զովար։ Քո վարչապետի բառերով եմ ասում։ Այնց որ մի հատ ուշքի արի, երկիրը տանում են սրան կործանման, եթե ոչ արդեն կործանել են, դու սրա այս հանցագործների մասնակիցն ես, Սասուն Միքայելյան։ Սիրելի բարեկամներ, հիմա ինչ վերաբերվում էր, որ կաթոլիկոսին մենք վերջում կանրադառնանք այդ հարցին, կաթոլիկոսին եւ 6 թե 7 կարծեմ սրբազանների տանում են դատարան, աբսուրդի ժանրից, խայտարակություն բառից բուն իմաստով։ Հիմա Ռուբեն Ռուբենյանը արդեն հələ պաշտոնը չի ստացել, քանի որ քննարկումներ պետք է լինեն կողմ, դեմ եւ այլն, այս մարդը արդեն որոշում է, որ լրատվականները չեն հետո։ Այդ Ռուբեն Ռուբենյան, ուզում ես ինչ անես։ Ուզում ես ժողովրդին, որ չհասկանան ինչա, դու կարող ես անեք, որ ժողովուրդը չիմանա ինչա կատարվում, բայց ժողովրդին հետաքրքիր է չի դուք ինչ եք անում։ Դուք սարքում եք իդեալ պետություն, ժողովրդի ընտանիքի միջից հանում եք քաղաքականությունը։ Երբ որ ժողովուրդը ապրում է բարեկեցիկ կյանքով, ժողովրդին հետաքրքիր չի ինչ են անում իշխանությունները։ Կոմունիստների ժամանակ Ռուբեն Ռուբենյան մարդկանց ընտանիքներում չգիտեին ինչա կատարվում։ Տարվա վերջ Պոլիտբյուրոյի որոշումը հրապարակում էին թերթերում եւ վերջ։ Հիմա քաղաքականությունը կողեցիկ ընտանիքներ, սև սպիտակ կառիշներ ինչ գույն ասես խառնեցիք, հիմա էլ սահմանափակում եք, ոչ։ Ժողովուրդը միտոմ ընտրելա ձեզ եւ միտոմ ընտրված ընդդիմությանը ժողովուրդը պիտի իմանա ինչ եք անում, ինչ քայլեր եք անում եւ որն է հաջորդ ձեր քայլը ազգի կորցման գործում։ Հենց որ խելոք վերընկի տեղը լրատվականներին լրիվ դեմոկրատիա է, ժողովրդավար երկիր է ձեր վարչապետն ասում է։ Էսի սահմանափակումներ Ռուբեն Ռուբենյան։
Еще не заняв кресло спикера, Рубен Рубьян уже раскомандовался в парламенте. Журналистам ограничат передвижение, усложнят доступ на заседание, введут новые запреты на съемку. Журналистам выделят отдельную зону, а в часть помещений вход будет запрещен. Для работы на заседаниях комиссии списки представителей СМИ придется подавать минимум за 2 часа. После окончания прямой трансляции снимать из ложи парламента будет нельзя. Также запретят фото- и видеосъемку сотрудников КПП при исполнении обязанностей. Оппозиционный депутат Марьяна Каграмянян считает, что эти меры ограничивают свободу работы прессы, а не связаны с безопасностью. Մենք խոսանք լդեր դրա մասին, դու լայտի արա, մենք խոսանք անպայման։ Մյուսը, սիրելի բարեկամներ, երեխայի մասին, 19 տարեկան երեխայի մասին, տնեն ասում է, տես բան չկա, դա լկտի սուտ է, բայց դատապաշտպանները ասում են հակառակը։ Մենք հետևում ենք, մենք անպայման ձեզ կզեկուցենք դրա վերաբերյալ։ Իսկ սրա մասին ինչ կասես Նիկոլ Փաշինյան։ Վերջի երկու դեպքը, տեսեք, ուրեմն Նիկոլ Փաշինյանը նշանակում է ՆԳ նախարար, ես անձնական ոչ մի բան չունեմ այդ տիկնոջ հանդեպ եւ դատախազի հանդեպ, նույն տիկնոջ հանդեպ ոչ մի անձնական բան, բայց սովետական միության ժամանակ ՆԳ նախարարը տալիս էր ատստավկու։ Էդում էր, քանի որ վխտում է ռազմբոյը, վխտում է սպանությունը եւ հասցնել ինքնասպանության։ Այդպիսի հոտված կա, սիրելի բարեկամներ, որպեսզի իրանք չասեն լկտի սուտա, տիկին ՆԳ նախարար, սրա մասին ինչ կասեք, խնդրեմ։ Գումարային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ հասցնելով սպանել է տուժողին, ապա հազանգել է շտապօգնություն եւ հայտնել, թե իբր տուժողն ուշագնաց է եղել։ Իշխանություն լրատվականը քննչական կոմիտեից տեղեկացավ, որ 2026 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն նորն ուշագնացության հազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է Նռեի մահը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ծավալուն քննչական եւ վարույթային գործողությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն։ Դատաբժշկական փորձագետի կողմից դրված նախնական ախտորոշման համաձայն տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի, կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով զարգացած շոկից։ Բերված փաստական տվյալների հիման վրա քննիչը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին։ Ենթադրյալ հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին։ Այսօր հուլիսի 29-ին ժամը 6:40-ի սահմաններում Կիևյան կամրջի տակ դի են հայտնաբերել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը, հայտնում է Շամշյանքոմը։ Տեսակ, մեկը սպանություն դաժանաբար, մյուսն է մարդուն ռեմոնտ են անում Կիևյան մոստը, կամուրջը Կիևյան։ Մարդը այդում էլ իրան գցում է։ Մի հատ մտածեք, ինչի է այդ մարդը իրան գցե։ Լավ կյանքից։ Նիկոլ Փաշինյան լավ կյանքից է մարդիկ իրանց մոստերից նետում ներքև։ Մտածեք, ուր եք հասցրել երկիրը։ Ուրեմն կա էկոնոմիկայի նախարար Պապոյան Գևորգ։ Պապոյանը կարծեմ, հա։ Պապոյան Գևորգ։ Այս եկեք տեսնենք ինչ ասե Պապոյան Գևորգ, խնդրեմ։ Բարի պատգամավորական մանդատը վերցրել, ինչու որոշում կայացրեցիք չմնալ աշխատակազմում։ Դուրս մի բան խոսենք, բայց ժողովրդի հետ չեմ խոսում, շարժեք դերնել։ Չեն դերնել, պատգամավորական մանդատը չեք վերցրել։ Ուզում եմ ասել, որ իր մահվան մասին բոլոր լուրերը չափել։ Մենք բանալին չենք գրել։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ Հայաստանը այդուհանդերձ խնդիր ունի արտահանման հետ կապված, հիմա խնդրում եք, հա, դուք որ սահմանափակումները վերացնեն։ Ինչպես ստացվեց եվրոպական երկրների շուկաները չեն բավարարում այլևս։ Եվրոպայի ԵԱՏՄ օրենսդրության համաձայն պետք է բոլոր երկրները պարտավոր են ապահովել ծառայությունների, ապրանքների, աշխատուժի, կա շարք, ցանկ կա, ազատ տեղաշարժ։ Եթե դա չի ապահովում, դա նշանակում է, որ ԵԱՏՄ օրենսդրությունը եւ ԵԱՏՄ-ի ձևավորման սկզբունքները չեն աշխատում։ Մենք ընդհանրապես որպես ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ եւ երկիր, ով մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, որովհետեւ մենք ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի եւ ԵԱՏՄ-ն աշխատի։
յատամեն գործի։ Ոչ թե օրինակ հապկի նման։ Գործի կամ աշխարհ։ Եթե օրինակ չգործի ինչ է լինելու։ Պուտին Նիկոլա Փաշինյանի Սրա արդյունքում մենք կարծում ենք, որ այս համակարգը դիաշխատի, որտեղ այն ապրանքը, որը Արաբական Միացյալ Էմիրություններում վաճառվում է, Եվրոպական միության շուկայում վաճառվում է, Չինաստանում վաճառվում է, չի կարող։ Հնարավոր չի, որ չկարողանար վաճառել Ռուսաստանի Դաշնությունը։ Հա քաղաքական է, դուք չգիտեք, որ քաղաքական էր դա, պարոն։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0%-ով վարկեր։ Սիրելի բարեկամներ, ուրեմն մեզ Պապոյան Գևորգը այդ որ ասում է վարկեր, բան եւ այլն, այո, տվել են։ Քիչ, բայց տվել են։ Լափած փողերից մի մաս տվել են գյուղացուն, բայց տեղը վերցրել են ինչ ունեցվածքները։ Եթե դուք ինձ չեք հավատում, դուք կարող եք դե գյուղացի ժողովուրդը մեր հայրենակիցները չեն թողնի, որ ես սուտ խոսամ, իսկ եթե քաղաքի ժողովուրդը կասկածում է, ձեր գյուղացի բարեկամներին հարցրեք, տեսեք ինչ ողբալի աղետալի վիճակի մեջ է այսօր գյուղացին։ Հիմա սրանք հիշում եք նույն մի ծրագիր էին ուզում մտցնեին, որ մեր տատիկ պապիկները պետք է գնան հանգստանան, բայց արյունիտես որտեղ հանգստանան, որտեղ ուզեն, բայց տեղ ինչ պետք է անեն, պետք է իրենց բնակարանները թողնեին զալոգ բանկեն, այսինքն այս մարդկանց ծրագիրը հետևյալն է, հայաթափելը, ազատել տարածքները, ում համար իրենց բարեկամ թուրք-ադրբեջան տանդեմի համար։ Թուրանը մտնում է իր նոր ֆազայի մեջ, սրանք ամեն ինչ են անում դրա համար։ Մյուս հարցը, ինքը խոսած, որ ձկները տանելու են հեսա Եվրոպա, հեսան, ձկնաբույծերի մոտ աղետալի վիճակ։ Մարդիկ սննկացած են արդեն, չեն կարում կեր առնեն, չեն կարում ձկներին պահեն, չգիտեն ինչ անեն։ Իսկ ծաղիկների մասին է, մնացածների մասին ընդհանրապես լռում են։ Մեր հայ բիզնեսը ճանապարհներ է ման գալի, որ ամեն կերպ տանի հասցնի Ռուսաստան, բայց տանում են, հասցնում են Բելարուսիա եւ Բելարուսիայում ստացվում է այն, ինչը որ ստացվում է։ Եկեք տեսնենք այս տեսահոլովակը, խնդրեմ։ В России выкинули армянские розы, которые везли через Беларусь. Грузовой автомобиль, который двигался из Минской области в Москву, был остановлен 18 июня у Смоленска. Во время проверки водитель показал сопроводительные документы только на напитки. Документов на цветы у него не оказалось. На сохранившихся маркировочных этикетках было указано, что страной происхождения 39 тысяч роз является Армения. Оказывается, что с 12 июня Россия ввела запрет на ввоз и транзит товаров армянского происхождения. В связи с этим 23 июля весь конфискованный груз роз был уничтожен. В итоге перевозчику дали административку и отпустили. Նիկոլ Փաշինյան, Գևորգ Պապոյան, այս մարդը հիմա ինչ անի, ինչ պատասխան տա բանկերին, թե ըստ ձեր պլանավորված ծրագրի է գնում ամեն ինչ։ Արձագանքի սպասում եմ Պապոյան, Գևորգ։ Սիրելի բարեկամներ, ուրեմն հիմա տեսեք ինչա կատարվել, շատ լուրջ բան։ Նիկոլ Փաշինյանն այն որ երթուն կրակերտում, թող մեզ ներեն, մեր սիրելի բարեկամները, մեր հայրենակիցները 2 ամսից կազատենք մենք իրենց գերիությունից։ Գերիների մասին ընդհանրապես ոչ մեկ չի խոսում, թե դիմություն, թե ընդդիմություն։ Ոչ մեկ չի խոսում, գերի չունենք։ Այդ տղեկը մերը չեն, հորը համար էին գնացել, հորը քեֆի համար էին գնացել, չէին գնացել, տարել էր Նիկոլ պատերազմ, կեսին ջարդեցիր, կեսինը հազնեցիր Թուրքին։ Հիմա Ամերիկայի կոնգրեսը հարց է բարձրացնում։ Բոլոր հայերը հիացած են, վայ, այս ամերիկացիները մեր գերիների մասին խոսած։ Բայց Ալիև ինչ ասեց, դավայ դասվիդանյա, ինչ գերի, սրանք ոչ գերի են, ոչ բան են, սրանք տերորիստներ են։ Ոչ մի գերի հետալ չկա։ Նիկոլ խաղաղություն է։ Նիկոլ զանգի աղբորը Ալիևին ասա, բրատ, դավայ լելի տուր, կակրաս ես ընտրությունները բարձել, ընտրություններից առաջ խոստանում էի։ Իսկ որպեսի չասեն լեկտեսուտա, խնդրեմ այս տեսահոլովակը։ Комитет Палаты представителей США призвал Азербайджан освободить армянских пленных. 44 голоса «за» и 7 против проголосовали за то, чтобы призвать Азербайджан к немедленному и безоговорочному освобождению всех армянских пленных, приняв поправку к законопроекту HR 9087, закону о дипломатической службе Палаты представителей. В ответ на это азербайджанский парламент отверг призыв Комитета Конгресса США о безоговорочном освобождении армянских пленных. В заявлении сказано, что эти люди не являются военнопленными или политическими заключенными.
Սիրելի բարեկամներ, էսի ցվիտոչկի ռուսն ասում է։ Հիմա տեսեք, Ղազախստանում հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ ստացան ոսկե արծիվ շքանշանները, երկու աղբերով, զույգերով ստացան։ Հիմա ի՞նչ է կատարվել։ Հիմա այդ ղազախական իրանք ունեն իրանց համազգեստա, խալաթա, ինչա, ոչ են падзիշախի մի հատ էս խալաթ ունեն։ Նախագահ Տոկաևը տվեց Ալիևին այդ խալաթը գլխարկով։ Իմիջիալոց այս զիբիլին լավ է սազում է էդի, իսկական են կրտոտ, կեղտոտ են թուրք փաշաները, որ ըլում են։ Հիմա սրանք իմ կարծիքով ըստ օդում պտտվող լուրերի այդ Թուրանի ծրագրում հարավային Կովկասում տեսնում են падзիշախ այս բեղերով տառական են։ Որպեսզի չասեն լկտի սուտա, խնդրեմ այս տեսահոլովակը։ Հա Նիկոլ, դրա համար Հայաստան պետքա չլինի, թե եկեղեցի պիտի չլինի, թե որ ասում էր Պապ Թագավորը առավոտ արթնացավ, մտածեց որ մենք քրիստոնյա ենք, այսինքն ուզում էր ասել երազ է տեսել, հիմա այդ ծրագիրն է ստանում որ մի հատ երազ է դու տենաս որ մենք քրիստոնյա չենք։ Իսկ սիրելի բարեկամներ, հիմա մտցնեմ մի քիչ շուտ, ինչի համար, քանի որ ամենակարևորը թողնում եմ վերջում։ Մեր կոմունիստական ռուբրիկան կոմունիստներին քլնգում են, սիրելի բարեկամներ, քլնգում են, չէ, ամեն ինչ կոմունիստներն են մեղավոր, բայց կոմունիստական կարգերի ժամանակ բեղերով տառականի հերը Գեյդար Ալիևը Կարեն Սերոպիչ Դեմերչյանը, Աստված հոգիդ լուսավորի Կարեն Սերոպիչ բերել էր Սարդարապատ եւ Ալիևը, մեծ Ալիևը հիշում էր, թե ինչպես է հայերը եւ հայոց առաքելական եկեղեցին ջախջախե օսմաններին։ Չեք հավատում։ Հեսա կտեղադրեմ տեսահոլովակը կտեսնեք։ Երկրորդ տեսահոլովակը, որը որ շատ կարևոր է իմ կարծիքով, երկու կոմունիստների նկարներ են, Նիկոլ կոմունիստների, տես մենք որը ճիշտ այն ենք ասում։ Մեկը Չարաբաստիկ Դավաճան Գորբաչովի նկարն է, մյուսը Յոսիֆ Ստալինի։ Եվ գրառում է արած, որ որքան էլ Գորբաչովին գովան Դավաճանը մնում է Դավաճան, որքան էլ ազգանվեր մարդուն ցեղ շպրտեն վրեն, ժողովրդի համար նա ազգանվեր է։ Եվ երրորդ տեսահոլովակը, սիրելի բարեկամներ, ինքներդ մեկնաբանություններում կգրեք, կապիտալիզմ, սոցիալիզմ, ինչու՞մ էր գաղտնիքը խորհրդային միության էկոնոմիկայի եւ մարդ լինելը։ Խնդրեմ։ СССР превратился из отсталой крестьянской страны в сверхдержаву за несколько десятилетий. Как это стало возможным? Во-первых, СССР добился необычайных темпов роста. С 29 по 37 год объем производства увеличивался примерно на 20% ежегодно. В капиталистических странах этот показатель не превышал 0,3%. С 13 по 54 год производство стали увеличилось почти в 10 раз. В капиталистических странах рост был только втрое. Выработка электроэнергии выросла с 2 до 150 миллиардов киловатт-часов. Грузооборот железных дорог вырос в 13 раз, а в капиталистическом мире только вдвое. Такие результаты были достигнуты благодаря научному планированию народного хозяйства. При капитализме производство организуют для получения прибыли, при социализме производство планируют для получения максимальной пользы для общества. Пятилетки обеспечивали стабильный рост, мобилизуя рабочих и согласовывая объемы производства с приоритетами страны. Разница между капитализмом и социализмом видна в одной ключевой детали. При капитализме экономика постоянно сталкивается со стагнацией из-за регулярных кризисов. Социализм не создавал кризисов. Плановое производство позволило превзойти капиталистические страны. Объем производства всегда растет, средства производства используются более эффективно. Социализм показал, на что способно плановое хозяйство, свободное от оков капитала и погони за прибылью. Տեսակ,
ինքներդ գրեք ձեր մեկնաբանություններում ձեր կարծիքը։ Հիմա տեղադրելու եմ երկու տեսահոլովակ, սիրելի բարեկամներ, որ որքան նման են այս երկուսը իրար, այսինքն մեկը ԿՊՆ-ա, մեկը ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստանը ուզում է նմանվի ԿՊԱ-ականներին։ Բացատրեմ ինչի համար։ Տեսնենք այս տեսահոլովակը, այնուհետև մենք խոսենք, խնդրեմ։ Ստեփանավանի տարածաշրջանում Գյուլաքարակ համայնքում շրջայցից հետո մենք ունեինք որոշակի հարցեր, որոնք պիտի կազմակերպեինք։ Կա տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխա այս տարի։ Այո, մենք ունենք տարածաշրջանում ընտանիք, որ ունեցել է 5-րդ երեխան, եւ նրանք արդեն մեզ դիմել են, որպեսզի իրենց համար ձեռք բերեն բնակարան։ Բնակարանի ձեռքբերման process-ը ուղղացքի մեջ է, պարոն Կարապետյան, եւ շուտով նորից այս կկատարենք, ոնց շնորհավորել եմ։ Ինչ վերաբերվում է Լորիբերտ խոշորացված համայնքում Ագարակ գյուղում բարձրացված հարցի հետ կապված, 2 օր է արդեն գործում է բարեգործական անվճար երթուղի Կողես, Լեջան, Ագարակ, Լորիբերտ, Ստեփանավան երթուղով։ Ստանում ենք բազմաթիվ շնորհակալական նամակներ հայրենակիցներից, որովհետև կենսական նշանակության էր, լուծել ենք տրանսպորտի հարցը։ Պարոն Կարապետյան, հարգելի գործընկերներ, նախ ասեմ, որ տեղում բավականին մեծ ողջերություն է առաջացրել կոմբայն բերելը։ Գնման process-ով զբաղվող անձնակազմի հետ ամենօրյա կապի մեջ ենք, գնման process-ները ընթացքի մեջ են, օրերս նաև կհստակեցվի, թե կոնկրետ որ կազմակերպությանն է նվիրաբերվում կոմբայնը եւ ով է զբաղվելու դրա։ Ինչքան հասկանում եմ, հասարակական կազմակերպություն է, որը ամենօրյա զբաղվելու է բարեգործական այդ հարցով։ Այո։ Այսինքն հասարակական կազմակերպությունը բարեգործական կազմակերպություն։ Բարեգործական հասարակական կազմակերպություն, որը զբաղվելու է կոմբայնի հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում եւ տեխնիկական։ Նաեւ լրացուցիչ ձեր հետ խորհրդակցությամբ նախատեսվել է, որ եւս մի կոմբայն հարակից կոժանդակի մեր կոմբայնին, որպեսզի ամբողջ տարածաշրջանում հնարավոր լինի սպասարկել հնարավորինս շատ գյուղերի։ Քանի տնտեսության է օգուտ կտա։ Եթե լրացուցիչ կոմբայնը եւս կհաջակցելու, կկարողանանք ամբողջ ծավալի մոտարապես 80%-ը ծածկել։ Տեսակ, ԿՊՆ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ միթոմ իրենք դեմոկրատներ են, անգամ ներքին կուսակցական իրենց յուրաքանչյուր քայլ իրենք անում են ընտրություններով։ Սուտ, լկտի սուտ։ Մինչև ընտրություններ իրանց ցուցակները որոշված էր, բոլորին պաշտոնները խոստված էր, մենակ աուտսայդեր սարքեցին Ալեն Սիմոնյանին։ Չգիտեմ ինչ գալաթ էր արել, Նիկոլի դուրը չեկավ, անգամ իրար հետ կուկուռուզե կերան, քյաբաբե կերան, խորովածե կերան, էլ ինչ կերան, ինչ ասես կերան իրար հետ, թթու լավաշ կերան, իրար աշկերի մեջ նայեցին, sense բան եղան, բայց ցույց են տալի, որ տեսեք մենք անում ենք ամեն ինչ իդեալական։ Ոչինչ, դա իրանց գործն է, իրանց մուրը, իրանց գլուխը։ Իսկ երկրորդ տեսահոլովակում նմանությունը այնքան է շատ, որ ես ուզում եմ հարց տամ Նարեկ Կարապետյան։ Նարեկ Կարապետյան, դուք միթում ընտրված ընդդիմություն եք, 370,000 այսքան ձայն եք հավաքի։ Դուք այսօր նույն բանն եք անում, ինչ որ Արման Նիկոլը։ Ուրեմն դուք ինչի եք դրել այս ազգին հիմարի տեղ։ Գործերը անում եք, լավ եք անում։ Դու լավ էլ, ես իմ հարցազրույցներում ասել եմ, որ դուք արդեն լավ էփված քաղաքական գործիչ ես, լավ պատրաստված ես։
քրտնաժան մեծ աշխատանք տարար։ Ձեր թիմը քաշում էր դու, բրավո, 1000 անգամ ասել եմ, բայց Նարեկ, դու հիմա այս ինչ որ անում ես, դու անում ես դնելով հիմարի տեղ ազգին, մի դիր հիմարի տեղ ազգին, ազգը որ քեզի դրեց, ձեզի դրեց հիմարի տեղ, դուք 15 օր, 15 գիշեր լողանակ չեք մաքրվի։ Ինչ է նշանակում, դու չգիտես ուրեմն Ստեփանավանում 5-րդ երեխա ունեցող կա, թե չկա։ Եղբայր, եթե դու կարաս ես ժողովրդին ես լոլո կարդաս, ես վերջը կուսակցության ղեկավար եմ։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հարցազրույց, յուրաքանչյուր մի բան խոսալուց թիմակիցների հետ մենք պայմանավորվում ենք։ Ես ամեն ինչից տեղյակ եմ, դու խես ապուշի տեղ դրե, դու գիտես այս ժողովուրդը չի հասկանում այդ ամեն ինչը։ Կամ այդ տրակտորը, որ տվեցիք առակ, այս մի ամիսա մորթիկ, մի հատ կոմբայն եք առ։ Առավոտից իրիկունես եկա, նրանք իրանց դպրոցներն են, կիսակառույց ցույց տալի ասֆալտի հետ քանդվող, դուք էլ այդ կոմբայնը, այն կոմբայնը տեղ հասավ, ինչ հալելու, նրանք մի հատ անես մի հատ ոնց որ կառավարություն ես արդեն, դրել ես նիստ ես անում, քեզ է զեկուցում են, մի նկարի։ Հելում ես քոմոդ լավ է ստացվում, ասում ես ժողովուրդ ջան, մենք մեր խոսքի տերն ենք, ոնց որ խոսք ենք տվել 5-րդ երեխան ծնվել է։ Էս էլ բալանիները, էս էլ էս ծնողները, բարի մաղթանք բալիկին։ Վերջ։ Գեղեցիկ, համեստ եւ հիանալի։ Ինչ ես դրեմ իթոմ քեզի բան ես անում էլի, մենք ենք որ կանք, էլի։ Նիստով որոշեցիք որ բալանիներն եք տալ։ Էդի ես ընկերական խորհուրդ, չնայած մենք ընկերներ չենք, բայց թե ամեն դեպքում դուք ընդդիմություն, մենք ընդդիմություն, խորհուրդ եմ տալի, մի արա տես բաներ։ Դուք առանց հետ էլ ընկած եք ազգի աշկից։ Նիկոլից բետար եք ընկած, ասեմ իմանաս։ Ձեր դավաճանության համար որ մանդատները վեգալեցիք։ Բայց մի խորացրեք ձեր մեղքը։ Հիմա, սիրելի բարեկամներ, տեղադրում եմ երկու տեսա հոլովակ։ Երկու։ Առաջինը, որ ռուս կինը ինչպես է ապշած, որ Հայաստանում ինքը հարցատալի։ Ես կթողեմ մեկնաբանությունները ձեզ։ Իսկ երկրորդը քարտեզը մեծն Հայկը եւ 18 թվից ինչ ենք ունեցել ու ինչ ենք ունենալու։ Նիկոլ Փաշինյանը։ Այս երկու տեսահոլովակը մեկնաբանությունները արեք ինքներդ, խնդրեմ։ Господа армяне, можно вам вопрос? Я нахожусь в аэропорту Звартноц, и вот вижу, тут написано Turkish Airlines. Объясните мне, пожалуйста. Это так давно здесь? Եկանք ամենաթույն թեմային։ Եկեք տեսնենք այս 1, 2, 3 տեսա հոլովակ, խնդրեմ։ Ում նկատում եք կաթողիկոս ասելով։ Ես այդպեսի կաթողիկոս չեմ։ Բայց տեղյակ եք ով է լինելու։ Ոչ տեղյակ չեմ։ Կարգալույց Արամայից Թախմազյանը վեհափառի փոխարեն կհայտնվի ազգային ժողովում։ Այսօր ԿՊ-ի գրասենյակից դուրս եկող Թախմազյանը հրաժարվեց պատասխանել հարցին։ Գործում եք կաթողիկոսի փոխարինել։ Ինչ են առաջարկել ձեզ։ Բայց ինչ եք խուսափում։ Հոգևորականը բաց է հասարակության հետ հարցերին պատասխանելուց։ Չեմ խուսափում, պարզապես չեմ ցանկանում Խուսափվեց պատասխանել նաև հաջորդ հարցին, թե ինչ գործով է այսօր ժամանել ԿՊ գրասենյակ, որտեղ քննարկվում է ԱԺ-ում ԿՊ-ականներին տրվելիք պաշտոնների հարցը։ Ինձ թվում է կարող եք հարց ուղղել իմաստուն են, էլի, ես էլ էի հավատում, հետո ձեր իմաստությունը, դուք պետության ու անկախ պետականության դեմ եք կռիվ տալիս, հա, հետ որ երգում եք, ասում եք, դե ես լսել եմ լավ, որ դարերով պետություն, որ այդ ձև դուք դարերով առաջին անգամ ենք պետականություն ստեղծելու շանս ենք ստեղծել, դուք ինչ եք ասում, այ ողորմելիներ, են թաքնվել եք Քրիստոսի անվան տակ, ձեզ համար են ինչ ասում, ձեզ բարձ չի, որ ես կաթողիկոսը հակապետական, հակահայաստան կուրս է վարում, ինքը հակահայաստանը, դուք հետն եք, չեք կարող նրան հեռացնեք, վերջացնեք, ես ասեմ ձեզ, իրենք չհեռացրին, Հայաստանի իշխանությունը չի կարող չհեռացնել, չի կարող, որտեղ ոնց կարող է լինել,
Երկրում հոգևոր մի կառույց տարերի հա ժողովրդի մենտալիտետի, մշակույթի այդ ամբողջի մեջ մենտալիտետ ձևավորած մի կառույց, որ Ռուսաստանի շահեր արտացոլի եւ Նիկոլ Փաշինյան, եթե դու չես ճանաչում նման կաթոլիկոս, ապա քեզ վստահ ասում եմ, ընտրողների չէ։ Հայ ազգի 99%-ը չի ճանաչում քեզ որպես վարչապետ։ Ինչ ես անում վարչապետի աթոռին, ինչու է զավթե հայոց վարչապետի աթոռը։ Ասեմ, քո ժողովուրդը, դու ունես ժողովուրդ, քո մոտ ժողովուրդը տով են աղանդավորները, քո վարչական ռեսուրսը, ովքեր լափամանից վախենում են, կդրվել կեսներ վախենում են, որ միգուցե ինչ-որ կոմպրոմատներ կան, եւ ով համասեռամոլները, լեսբիանկեքը, LGBT-ն, էտա քո ռեսուրսը, էտի 450-ից 500 հազարա, 250 հազարի գմփցրեցիչ Գագիկ Ծառուկյանից, մյուսից նկարեցիք, բանարեցիք, տարակ, ու դու ուզում ես քեզ հայ ազգը ճանաչի հայոց վարչապետ, իսկ դու կաթոլիկոսին չես ճանաչում, հա, կամ այս տերտերին, որ դու բերել ես, այս տերտերը ինչ անելու, ես հեսա իմ խոսքը կասեմ սիրելի հայրենակիցներ, հիմա անդրադառնամ ես չարաբաստիկ ցավոք սրտի իմ հայրենակի ջավախցի այս անտերը Լևոն Շիրինյանին։ Ես սրան մի օր օթերով հանեցի, իր կողմից մարդիկ զանգեցին, խնդրվան, որ ընկեր Ֆարմանյան, պարոն Ֆարմանյան պետք չի, ինքը լավ մարդ է, լավ բան ստեղ չեմ տեսնում։ Լավ բան չեմ տեսնում։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, արա Լևոն։ Ո՞վ է ողորմելին։ Քեզնից այնյան ողորմելի, այն մարդը, որ ցանկանում է լինի թուրքի շուն, բայց չլինի քո բարերով գործակալ Ռուսաստանի, դու թուրքի շունչ ես, դու թուրքի կեղտոտած պամպերս ես, դու թուրք ես, դու ազգի դավաճան ես, չնայած դու ազգի դավաճան ես, ձեր ազգի համար դու հերոս ես։ Ես ուղղակի զարմանում եմ, թե նման կեղտերը ոնց են շնչում, հետո որ խոսում ես, այդ պերեգարը ինչ ես խմե, արա, շուշրե կտնակ մաքրի, չնայած լավ է, մի մաքրի, քո աշկերը չի կարելի տենալ կեղծավոր դավադիր աչքերդ։ Հիմա Քրիստոսի հետևի, Իսուս Քրիստոսի հետևը պահկվել, ով է պահկվել Իսուս Քրիստոսի հետևը։ Իսուս Քրիստոսի հետևը պահկված մարդ չկա, Իսուս Քրիստոսը Տերը մեր գլխի վերևում է, մեր պարծանքն է, մեր Տերն է, եղավ արա, ու Իսուս Քրիստոսի անունը քո կեղտոտ բերանով չտաս։ Ես քեզ մեկ անգամ եւս վերջի անգամ զգուշացնում եմ, ես քո ազնական կյանքը քրապարակեմ, անես կադրեր քրապարակեմ, դու դուս չես հելի պատիեզդից, նայի քեզ ինչ եմ ասում, դու քեզի հանգիստ խելոք վերընկի տեղը, Լևոն Շիրինյան, ընտրություններից առաջ կեղծ ընդդիմություններ, միտոմ կուսակցություններ մասնակցեցին, փոշիացրեցին ձեները, ԿՊԱ-ականներին աջակցեցին, բերեք իշխանության, հիմա ինչ ես ասում, եփեք պետություն ունեցե։ Դուք պիտի պետությունը հա սարքեք, նոր պետություն ենք սարքում։ Երկիրը տալով պետություն է սարքում, Լևոն Շիրինյան, հա։ Երկիրը տալով, ծախելով պետություն է սարքում։ Դու պատասխան ես տալու։ Ես քեզ ասում եմ, մենք իշխանության եկանք, դուք ափսոսալու ես, որ դու աշխարհ ես ծնվել։ Որպես ջավախցի եմ քեզ ասում։ Կաշիդ քերթելու եմ։ Ես քեզ ասեմ, օրենքը որոշումը կընդունես, քո կաշինքը քերթեմ։ Լևոն Շիրինյան։ Ես իմ ազգին այս սենց այս վիճակին հասցնելու համար դու Նիկոլից բեթար ես պատասխան տալու։ Այդ քո մուտի լովկեքից քո կեղտոտներից հիմա է դրել է ողորմելիները։ Արա 70 տարի այ հոգնած մենակ ափսոս ժողովրդին կոչ արեցի որ հայոյանք չտամ, թե չէ ես լավ հայոյանք տվող եմ ու սրան էլ հասնում էր։ 70 տարի մենակ մեր կոմունիստների վախտով անկախ հանրապետություն ունեցեք կազմի մեջ։ Ոնց որ հիմա Եվրոխորհուրդը ոնց է խորհրդային միությունը նույն բանն է եղել։ Եվրոխորհուրդը իմ դեպ ընդունեց խորհրդային միությունում, որ կարելի է միասին մի ճակատով ապրել լավ, երկար եւ երջանիկ։ 70 տարի թե մինչև կոմունիստների գալը դաշնակները մի քիչ էսյանեյան ծախեցին, ճիշտ ես ասում։ Հետո Օսմանների տակ է եղել Շիրինյան, քո Օսմանների տակ, ձեր բարեկամների տակ։ Իսկ եթե վերցնում ես ընդհանուր պատմություն, Օսմանները մի քանի 100 տարվա պատմություն ունեն, դարերի, տասնյակ դարերի, հազարավոր տարիների պատմություն ունի հայ ազգը, այ անգրագետ։ Դու էլ դասախոս ես, ես ինչ դիպլոմ ունես, քանի մեշոկ կարտոշկա խրքյալագից բերեցիր
ու քալլա պանիր, որ այդ դիպլոմները ստացար, այ անգրագետ տգետ։ Նենց որ հերու խաղա եկեղեցուց, հենց որ հերու խաղա ամեն ինչից, ինչը որ հայի սրբությունն է։ Սիրելի բարեկամներ, իսկ այս Տեր հայրը, Տերը, ինքը հոգևորական չի։ Իդեպ ասեմ, շատերը ասում են, թե կոմունիստները գնդակարել են Տերտերներին։ Այո, հոգևորականներին կոմունիստները չեն գնդակարել։ Ինչի համար։ Քանի որ Անաստաս Միքոյանը, Իոսիֆ Ստալինը դրանք եղել են հոգևորականներ։ Սեմինարիա սովորող մարդիկ, նրանք լավ գիտեն ինչ է հոգևոր աշխարհը։ Իսկ նման Տերտերներին կարի գնդակահարել են, ճիշտ են արել։ Քանի որ այն հոգևորականը, որը որ հետագայում դառնում է Տերտեր, դավաճանում է իրեն եկեղեցուն, առաքելական հայոց եկեղեցուն եւ իրեն հայրապետին, դրանք Տերտերներ են եւ ըստ օրենքի համաձայնությամբ, ըստ օրենքի որոշման, որը որ կլինի մեր իշխանության օրով լինելու է գնդակարում, նման Տերտերները, ովքեր դավաճանել են եկեղեցուն, պետք է գնդակարվեն, քանի որ դավաճանելով եկեղեցուն եւ քարոզարշավ տանելով եկեղեցու առջև, նրանք քարոզարշավ են անում հայի հավատքի դեմ։ Իսկ այսօր մեր հայ ազգը գոյություն ունի մենակ նրա շնորհիվ, որ մենք ունենք հավատք մեր Աստծուն, մեր Իսուս Քրիստոսին, մեր առաքելական Սուրբ եկեղեցուն։ Սիրելի բարեկամներ, եթե այս Տերտերը արեց աղոթքը եւ հիմա դիմում եմ Աննա Գրիգորյանին, հիանալի մի ազնվորությամբ մի անգամ եմ տեսել, բայց հետևում եմ այդ աղջկնակին, հիանալի ազնվորություն, ափսոս, հազար ափսոս, որ նա Ռոբերտ Քոչարյանի թիմից է, Հայաստան դաշինքի ղեկավարն է այսօր պարլամենտում, դիմում եմ Աննա Գրիգորյանին, դիմում եմ քեզ Նարեկ Կարապետյան, եթե հանկարծ այս Տերտերը աղոթք արեց ու դուք չլքեցիք դալիճը, չբայկոտեցիք այդ օրվա նիստը, ուրեմն սիրելի հայրենակի սերեն բանը ինչի համար որ ասում էի կարևոր է, ամսու 2-ին, եթե ընդդիմությունը չբայկոտեց այդ նիստը, մենք ինքնաբուխ հավաք ենք անում օպերայի հայաթում։ Օպերայի հայաթում եւ մենք կասենք մեր խոսքը։ Ես կդիմեմ ազգին։ Ինչի համար։ Եթե ընդդիմությունն էլ է այսօր լսում Տերտերի աղոթքը ու դեմ է կաթոլիկոսին եւ առաքելական Սուրբ եկեղեցուն, ուրեմն ամեն ինչ արդեն պարզ է։ Ժողովուրդը վերցնում է ամեն ինչ իրեն ձեռը, մենք առաջի շարքերում Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը մենք անում ենք անհնազանդության ակցիա համահայկական եւ սկսում ենք մեր շարժումը։ Նիկոլ Փաշինյան, տես, տակից ոչ մի բան չեմ անում եմ պարզ, արդար։ Դու ուզում ես հեղափոխություն, դու կստանաս հեղափոխություն, Նիկոլ, ազգովի քելենք եւ կմերժենք թե քեզ, թե քո կեղծ ընդդիմությանը։ Սիրելի բարեկամներ, քանի որ այսօր շատ է եկեղեցուց էր խոսակցությունը, ես ուզում եմ մեկ անգամ եւս ասեմ. Տեր ենք կանգնելու մեր եկեղեցուն։ Չգիտեմ, կաթոլիկոսը ինչ է արել, ոնց է արել, ինչի են դատարանականություն, չգիտեմ, բայց այսօր նա հայոց հայրապետն է, նա մեր եկեղեցու ղեկավարն է, նա հայ ազգի հայրապետն է եւ ով, եթե ոչ ազգը, պետք է կանգնի իրեն կողքին։ Սիրելի բարեկամներ, հիշեցնում եմ, եթե ընտրված ընդդիմությունը չբոյկոտեց այդ օրվա նիստը, հավաքվում ենք օպերայի հայաթում, ազատության հրապարակը սրանք սարքեցին, օպերայի հայաթում, օպերայից սկսեցին քանդելը սրանք մեր երկիրը, օպերայի հայաթից կսկսվի վերակառուցումը, վերածնունդը Հայաստանից Հանրապետությանը։ Թող հələ սրանք փորձեն չբոյկոտել։ Իսկ եթե բոյկոտեցին, խնդիր չկա, կտեսնենք ինչ է անում ընտրված ընդդիմությունը հաջորդ նիստերում, որին, որ ես մեծ հաճույքով ձեզ կլուսաբանեմ, ձեզ հետ կկիսվեմ իմ գաղափարների հետ եւ մենք կսպասենք, կանենք մեր քայլերը, հանուն ազատության, հանուն համահայկական ազատագրական շարժման։ Սիրելի բարեկամներ, վերջում իմ հայ ազգ, որպեսզի մենք ավելի սենց կոմպակտ մեզ զգանք, մի հիանալի երգ
որը որ իսկույն ինտելեկտով է նորից սարքված, բայց այն որ ասում է հոգուտ բռնում է տարբեր կողմերից։ Լսենք, միասին վայելենք այս երաժշտությունը։ Խնդրեմ։ Սերեզվանքում տաթևի մոմեր վարած կաղոթեր մոտեցա որ համբուրեմ ասաց տղա ամոթ է մոտեցա որ համբուրեմ ասաց տղա ամոթ է Ասի երդվիր քո սերնեմ, սրբի դուրը անարատ, արնեմ նազուկ ծոցիկիտ, խնկաբույրը անարատ, արնեմ նազուկ ծոցիկիտ, խնկաբույրը անարատ, սարեր ծորեր Մինչեր հասա երկնի աստղեր վկայեն ախս մինչեր գինք հասա երկնի աստղեր վկայեն Վանքի վարվող մոմերը շելացրին ինձ մի պար Սրտիս խոսքը չավարտած նայեմ տեսնեմ նա չգա Սրտիս խոսքը չավարտած նայեմ տեսնեմ նա չգա Ասի աստված փառքը շատ, ես ինչ հրաշք երազեր, չլինի թե բախտնեին, գեղեցկության աստվածներ, չլինի թե բախտնեին, գեղեցկության աստվածներ Սարեր ծորեր վկայեն, հանդուշոլեր վկայեն Ախս մինչ երկինք հասավ, երկնի աստղեր վկայեն Ախս մինչ երկինք հասավ երկնի աստղեր վկայեն Այսօր այս կանը, սիրելի իմ հայ ազգ, գեցե Հայաստանից Հանրապետությունը ասենք, գեցե հայոց առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյան, Շիրինյան, հայոց առաքելական եկեղեցին, գեցե հայ ազգս, գեցե հայոց սփյուռքը, գեցե ջավախ կայությունը, դու չէ արա, Շիրինյան, ջավախ կայությունը, ջավախցիս ուրիշ կոնտինգենտ է, գեցե Արցախ հայությանս, Արցախցի ջան քո ցավը տանեմ, չեմ սիրում սրանց այդ աղաղված բառը, դուխով բառը, համարցակ, դու Արցախցի ես, չմոռանաս,
ամենասերուսկը ինչ որ եղել է գեներալիտետով մարշալ արցախցիներ են եղել, դուք դրանց սերունդն եք, դուք Բեկոր Աշոտի սերունդն եք, դուխով չենք օգտագործում, համարցակ որպես արցախցի, կեցցե հայկական Արցախս, Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախս եւ ոչ մի Ղարաբաղ։ Սիրելի բարեկամներ, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, պինդ եղեք, ամուր եղեք, ստեսություն։ Բարին ընձեզ։